Փերվերի փոքրիկ 11 տարեկան էր։ Մեզ լքեց։ Էլ չկարողին մեզ հետ չի։ Մի փոքր չի։ Մեզ համար ցավ էր դա, քանի որ շատ կապված ենք Ռոնիի հետ արդեն, շատ հիշողություններ ունենք։ Մենք հաստատ միշտ կհիշենք Ռոնիին։ Մի խոսքով մեզ լքեց։ Շատ տխուր էինք, դրա համար, չգիտեմ, որոշել էի, որ Սան Խուանի տուններ ձեր համար նկարեի սիրուն վիդեոներ, բայց չստացվեց, չնայած մի փոքր հատված նկարել եմ, դա անպայման կտեղադրեմ ես, դուք կտեսնեք, ինչ էր Սան Խուանը իրենից ներկայացնում, արևի ամռան գալուստն էին տոնում, գրակ են վառում կես գիշերին, 23-ի գիշերը դա 24-ի լույս, գրակ են վառում, ծով են գնում այդ օրը, ծովում են գրակ վառում ու սովորություն կա, գիշերը ժամը 12-ին մտնում են ջուրը բոլորը։ Դա Սան Խուանի մասին ես անպայման ինչքան որ նկարել եմ մի փոքրիկ հատվածը, անպայման ես դա կտեղադրեմ։ Սիտիկա թե հավիկա։ Փոխվեցին։ Կատալոնիայի դրոշնակ։ Սիրելիներս ու բացի
կանացիների տոնը լինելուց բացի ինձ համար եւս մեկ կարևոր օր էր եւ տոնական օր էր, որովհետեւ այդ օրը ստեղծվեց իմ YouTube-յան ալիքը։ Հիմա վստահաբար կարող եմ ասել մեր YouTube-յան ալիքը, քանի որ 4000 եւ ավել բաժանորդ ընկերներ ունենք արդեն միասին մեծ ընտանիք ենք դարձել, որի համար շատ շնորհակալ եմ բոլորիցդ ձեր աջակցության, ձեր բաժանորդագրվելու, լայքերի ու գեղեցիկ խոսքերի համար։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որպեսզի դուք աջակցեցիք, որ իմ ցանկությունը, ինչի ոչ, նաև երազանքը կատարածվի։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, անգամ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք դեռ նոր պետք է բաժանորդագրվեն։ Ու ինչի բացեցի YouTube-յան ալիք։ Քանի որ Իսպանիա գալով ես մի սովորեի աշխատելուն, շփվելուն, Իսպանիա գալով չունեցա այդ հնարավորությունը սկզբնական շրջանում, որոշեցի, որպեսզի շփվելու համար, նոր ընկերներ ձեռք բերելու համար բացեմ YouTube-յան ալիք։ Ու շատ ուրախ եմ, որ ես բացեցի YouTube-յան ալիքը, քանի որ այս YouTube-յան ալիքի միջոցով ես ձեռք բերեցի նորանոր շատ լավ ընկերներ եւ որի համար նորից եմ ասում, որ ուրախ եմ, ու բացի նոր ընկերներ ձեռք բերելուն ես վեր գտա իմ հին ընկերներին, որոնց վաղուց չէի տեսել, ավելի ճիշտ իրանք գտան ինձ այս YouTube-յան ալիքով։ Շատ ուրախ եմ դրա համար, օրինակ իմ դասընկերուհին, որ չգիտեմ, որ ժամանակներից ես չէի տեսել, YouTube-յան ալիքով ինձ գտավ։ Մեր հին հարևաններից, որոնք հիմա ապրում են, վաղուց ապրում են Ֆրանսիայում, YouTube-յան ալիքով նորից գտանք իրար, ու էլի մեր ընկերներից, ավելի ճիշտ իմ ծնողների ընկերներից, որն ապրում են Իսպանիայում, շատ ուրախ եմ, որ YouTube-յան ալիքով ես կարողացա բացի նոր ընկերներ գտնելուց, նաև իմ հին ընկերներին նորից գտնել։ Իսկ դա ավելի կարևոր է, քան թե նյութականը։ Ու քանի որ ունենք մեծ թվով նոր բաժանորդներ, որոշեցի եւ հարցերն էլ շատ էին, որոշեցի մի փոքր պատմեմ իմ մասին, երևի այս պատմությունով ոմանց հարցերին արդեն պատասխանած կլինեմ։ Ես ծնվել մեծացել եմ Երևանում, քաղաքամայր Երևանում, ու իմիջիայլոց ամուսինս էլ է ծնվել եւ մեծացել Երևանում։ Ավելին ասեմ, Էրեբունի թաղամասում։ Կրթությունս մանկավարժական է ու մի քանի տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ։ Հիմա ուզում եմ անդրադառնամ ձեր կողմից ամենաշատ հնչեցվող հարցերին, որտեղ եմ ապրում։ Ապրում եմ Իսպանիայում, Բարսելոնայում։ Ուրեմն ժողովուրդ ջան, քանի որ ես հենց սկզբից սկրինշոթ չէի արել հարցերը ու չգիտեմ, չեմ հիշում ովքեր են տվել հարցերը, չէի գրել ինձ մոտ, միայն հարցերն էի գրել, ոչ մեկի անունները չէի գրել, դրա համար ոչ մեկի անունը չեմ տա, արդեն իմ պատասխանից բավարարված կլինեն իրենց տված հարցից։ Մյուս հարցը, որ տվել էի, քանի տարի եմ ապրում Իսպանիայում, մոտավորապես 5.5 տարի ապրում եմ Իսպանիայում։ Ու ուզում եմ անդրադառնամ ամենաշատ հնչեցված հարցը ձեր կողմից, ամեն երրորդ երևի բաժանորդը տվել էր այդ հարցը, երեխաներ ունեմ, թե ոչ։ Ցավոք ես չունեմ երեխաներ ունի ամուսինս, 2 երեխա ունի, տղա եւ աղջիկ, իմիջիայլոց Լուսին, շատ ժամանակ դուք տեսել եք մեր վիդեոներում Լուսին, Բուջուրիկ Լուսին, իմ ամուսնու թորնիկն է, որին շատ սիրում եմ։ Տղա եւ աղջիկ ունի իմ ամուսինը, տղան մեծ է ապրում, աղջիկը դե ամուսնացածը ունի իր ընտանիքը։ Ու նշեմ նաեւ, որ իմ եւ իմ ամուսնու երեխաների միջև շատ հրաշալի հարաբերություններ են, փառք Աստծո։ Սիրելիներս, մենք մի փոքր զրույց էինք անում, պատասխանում էի ձեր հարցերին, արդեն հասել ենք
Բարսելոնա ու հասել ենք Բարսելոնայի գլխավոր երկաթգծի կայարանը, որը կոչվում է Բարսելոնա Սանց։ Այստեղից ուղղություններ են դեպի Իսպանիայի մեծ քաղաքներ, դեպի եվրոպական երկրներ, չէ՞։ Ֆրանսիա, Գերմանիա, մի քանի եվրոպական երկրներ, ինչքան գիտեմ։ Ինչպես միշտ այստեղ, ինչպես Բարսելոնայում, այնպես էլ այստեղ էլ շինարարություն է գնում ու արդեն երևի մեկ տարուց ավել է շինարարությունը դեռ գնում է։ Երևի շատերը կհիշեն, որ մի ժամանակ կար, որ Երևանում բոլոր քանդած էր, չէ՞, շինարարություններ էր գնում, ճանապարհներ էին նոր կառուցում։ Նույն process-ը կատարվում է Բարսելոնայում։ Ուղղակի այստեղ հենց ամառը գալիս է, բոլոր տեղ միասին քանդում են։ Հիմա ավտոյով չեն կարողացել մոտենանք, ոտով երևի մոտենանք դեպի երկաթգծի կայարանը մի քիչ մոտենանք։ Սիրելիներս, ինձ թվում է ես ձեր ամենակարևոր հարցերին պատասխանեցի, որ շատ-շատերին էր հետաքրքրում, ամեն երրորդ բաժանորդը հարցնում էր դրա մասին, այդ հարցերը տալիս էին ինձ, մյուս հարցերին էլ երևի կանդրադառնամ մեր մյուս հաղորդումների ընթացքում, վիդեոների ընթացքում, լավ տեսանյութերի։ Ինչ կներեն մեր բաժանորդները, ես երկար տարիներ ապրում եմ Եվրոպայում ու տառասխալներ, բառասխալներ հնարավոր է եւ թույլ տամ։ Մի խոսքով, սիրելիներս, ես անպայման կպատասխանեմ ձեր բոլոր տված հարցերին։ Կարող եք Լուսինե վառեցի, կարող եք նորից ձեզ հետաքրքրող հարցերը տալ, անպայման առանց պատասխան չի մնա։ Ես եթե զգացած կլինեք, ես անպայման նույն րոպեին եմ պատասխանում, բայց չեմ կարում առանց պատասխան թողնել, անպատասխան թողնել ձեր տված հարցերը, բայց տեսանյութով անպայման նորից կպատասխանեմ։ Տեղ ենք հասել, հիմա չգիտեմ ինչքանով երկար եղավ, թե ձեզ չհոգնեցնեմ երևի այս վիդեոյով հրաժեշտ տանք այստեղ, գնանք տոթա ժողովուրդ ջան։ Քամի է, բայց տակ քամի է միջայլոց։ Գնանք մեր ընկերոջը դիմավորենք, հասցնենք նորմալ տուն հասցնենք։ Երևի ձեզ հրաժեշտ տանք, լավ մնացեք սիրելիներս ու մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Գրեք թե ինչ կուզեիք, որ ես պատրաստ եի ձեր համար։ Ահա։ Անպայման կգրեք ու մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում ձեր տված հարցերին, մեկնաբանությունների բաժանորդագրվելու համար։ Ես կթողեմ նույնիսկ մեր Instagram-յան ալիքը, հղումը կթողնեմ անպայման, կարող եք այդտեղ բաժանորդագրվել եւ հետեւել նաեւ Instagram-ով։ Պատասխանենք ձեր բոլոր ցանկացած հարցերին, ինչը որ ձեզ հետաքրքրում է։ Սիրելիներս, ասում ենք մինչ նոր հանդիպում։ Առայժմ